Շնորհակալ եմ հարգարժան գործընկերներ, հարգարժան հայրենակիցներ, որոնք հետևում են մեր նիստին ուղիղ եթերով անկախ լրատվամիջոցների երեկոյան ժամերին կամ հաջորդող օրերին սեփական մեկնաբանություններից ու վերլուծություններից ես զարմանում եմ, որ զարմանում եք լրատվամիջոցների կողմից լուսաբանումների առթիվ, բա ինչ պիտի անեն, բացառությամբ մի քանի անկախ լրատվամիջոցների Հայաստանի Հանրապետությունում մնացած բոլոր գործողները կամ իշխանությանն են պատկանում, կամ իշխանության մերձավորներին, կամ իշխանության կողմից վերահսկողության տակ են, բա պիտի շոուներ ցույց տան մարդիկ, բա ինչ պիտի անեն, շոուներից վտանգ չկա, բարձր ճչացող ձայնով եւ առոգանությամբ համապատասխան սուր արտահայտություններից վտանգ չկա եւ բնական է որ պիտի հատուկ թույլտվությամբ ցուցադրեն հատուկ թույլատրելի մարդկանց, բայց երբ որ հավասարակշռված, բարեկիրթ, ծանրակշիռ առոգանությամբ եւ ողջամիտ մտքով առաջարկներով ես հանդես գալիս, ներկայացնում ես խնդիրներ, խնդիրներ, որոնց հետ կապված մարդիկ եզրակացություններ են անում, այ դա կարող է առաջացնել վտանգ, դա կարող է առաջացնել որոշակի սիմպաթիաներ հանրության մեջ կոնկրետ քաղաքական ուժերի կամ մարդկանց նկատմամբ, իսկ դա անթույլատրելի է։ Փառք Աստծո մենք այսօր ունենք համացանց, փառք Աստծո մի քանի անկախ լրատվամիջոց դեռ ունենք եւ մեր խոսքը հասանելի կդառնա։ Հիմա ուզում եմ անդրադառնալ կոնկրետ նախագծին։ Ասում եք Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ըստ միջազգային գնահատականների ոչ բարձր վարկային շեմ ունեցող երկրների շարքում։ Հա բնականաբար, անցած տարի օրենքի նախագիծ բերեցիք, օրենք ընդունեցիք, պարտքի մի մասը պետականից վերանվանեցիք կառավարության պարտք, դրանով թեթևացրեցիք իրական հոգսը երկրի ուսերի վրա, հաջորդ սերունդների վրա ծանրացած անունը փոխեցիք եւ հայտնվեցինք միջինից ցածր վարկային շեմի ներքո։ Խնդիր այլևս կարծես թե չկա, բայց գումարները մուծել անհրաժեշտ է լինելու, վարկերը սպասարկել անհրաժեշտ է լինելու, իսկ երկրի բնական կենսագործունեությունը ապահովել անհրաժեշտ է լինելու։ Ուզում եմ այս առթիվ զարմանք հայտնել, այսինքն հռետորական զարմանք, ինչու չեն ներգրավում վարկեր, որոնց արդյունքում մենք կստեղծենք երկրի ներսում փող, երկրի ներսում գումար, երկրի ներսում պրոդուկտ։ Ինչու չեն բերվում վարկեր, որոնք կձևավորեն արտադրական միավորներ, ինչու չեն բերվում վարկեր, որոնց միջոցով կարելի է ներքին ռեսուրսները օգտագործելով եկամուտ ապահովել։ Ասենք օրինակի համար, քանի անգամ հարց եմ տալիս կառավարությանը, իշխանությանը, համայնքին, համապատասխան եղել են պատասխանատուներին, ինչ է նշանակում Parking City ընկերությանը հանրային սեփականություն տրամադրելը եւ 70 ոչ թե 50, 70-30 հարաբերակցությամբ գերշահույթ տրամադրել մասնավոր ձեռնարկությանը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը ստեղ ինձ ասեց, ձեր ելույթը ինձ հիշեցնում է Ժիրինովսկու ելույթ, ինչ պետք է հիշեցնի, մանուկ հասակից իշխանության մեջ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցնում, ունեցվածքը միլիարդների է հասնում կամ առնվազն հարյուրավոր միլիոնների, իմ ելույթներն են իրեն հիշեցնում, ուրեմն նման բաներ, բա ինչ պետք է հիշեցնի։ Ու պատասխանը ո՞րն է, ասում եմ, մարդիկ համակարգչային լուրջ ծրագիր են ներդրել, տեսախցիկներ են գնել, ներք են կարմիր գույնի գնել, բա վարկ վերցնեիք, այդ ներքն ու տեսախցիկը գնեիք եւ այդ միլիարդավոր դրամները տարեկան ապահովեիք պետական գանձարան։ Հիմա ասում եք, այս վարկը, որ վերցնում ենք 300 միլիոնի չափով, որևէ կոնկրետ ծրագիր չունենք, ծածկելու ենք դեֆիցիտը։ Այսինքն, որտեղ որ պետական փողը չի հերիքում, պիտի այդ վարկից այդ ծախսերը մարեք։ Օրինակ, կենտրոնական բանկի նախագահի տեղակալի նոր հաստիք բացեցիք, որը 10 տարվա մեջ 250 միլիոն դրամի հասնող աշխատավարձ է ստանալու, միայն աշխատավարձի չափով, այս վարկից կմարեք։ Սա է նշանակում դեֆիցիտի ծածկել, հա, ասենք օրինակի համար, կամ ես հարցնում եմ, հաշվի առել եք այնպիսի երևույթներ, ինչպիսին էր, ասենք, դոլարի օրինակ գործակցի հետ կապված ԱՄՆ դաշնային ռեզերվային հիմնադրամի այս անակնկալ քայլը, որը ցնցեց համաշխարհային տնտեսությունը, ասում եք, գիտեք, եւ հաշվի առել ենք, եւ հաշվի չենք առել, ամբողջ հարգանքով ձեր հանդեպ, բայց ինչպես կարելի է այդպես վարվել։ Ես լսում եմ, ուրեմն բյուջեի նախագծի ժամանակ, կատարողականների ժամանակ, տարբեր այլ նման նախագծերի հետ կապված տարբեր առիթներով լսում եմ ռիսկերի մասին քննարկումների վերաբերյալ տարբեր կարծիքներ, բայց մի անգամ չլսեցի։ Ասենք դուք չեք նկատել, որ Սիրիա
Նիգերիա կա, սիրիական դոսիե կա, նավթի գին կա, ասենք WBA ինդեքսների վերլուծություն կա, ռուբլի կա, որի հետ սարսափելի երևույթներ են տեղի ունենում, այս ամենը ուղղակիորեն ցավոք սրտի անդրադառնալու է ու ցավալիորեն անդրադառնալու է Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։ Լավ, հիմա որպեսզի մերկապարանոց հայտարարության կամ ուղղակի արկա վիճակի ֆիքսում չդառնա ելույթս, որովհետև կարծում եմ այն ամեն ինչ ասացի հանրահայտ է, պետք է նաև առաջարկեմ ինչ է պետք անել, որպեսզի մենք այսուհետ կամ վարկ վերցնենք վիճակը շտկելու համար, կամ այլևս վարկեր չվերցնենք, երբևէ գանք հասնենք այդպիսի մի վիճակի։ Մենաշնորհներից ազատվել, արտակարգ տնտեսման ռեժիմի անցնել, ընդ որում ազատվել մենաշնորհներից ոչ միայն տնտեսության մեջ, այլև քաղաքականության մեջ, իրավական դաշտ ապահովել, որպեսզի ներդրումներ ունենանք, որովհետև եթե մարդիկ գիտեն, որ գալու են այստեղ ու իրենցից խլելու են օրինական կամ հակաօրինական ճանապարհներով, մարդիկ ներդրումներ Հայաստանի Հանրապետություն չեն բերի։ Գողերին պետք է հեռացնել կառավարման համակարգից, բռնել թաթները, հանել պետական գանձարանից եւ ենթարկել պատասխանատվության։ Այստեղ ասվեց նախկինում արվում էր, հիմա չի արվում, վիճակը շտկվել է, բայց նախկինում արածներին տարակ բարձրաստիճան պաշտոնների նշանակեցիք խրախուսելով եւ այնպես տպավորություն չստեղծվի, որ ես նախկինների մասին ասում եմ, հիմիկվանների մասին չեմ ասում կամ մյուսների վերաբերյալ չեմ ասելու եւ առհասարակ բոլոր խնդիրների լուծումը պիտի տեղի ունենա եկող ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխելու ճանապարհով։ Շնորհակալ եմ ուշադրության համար։